Գիտենք, որ ժամանակ երրորդ հաջորդ երեխաներին այն ժամանակ դա բացատրում էր նրանով, որ խրախուսքի երրորդ եւ հաջորդ երեխաները հիմա կանոնախար նպատակն ունի համահարթեցման, որ հենց առաջին երեխաներին 4 երեխաներին 6-րդ երեխաներին միանվագ աճացում տրամադրում եւ հաջորդ հաղորդածս քաղաքացիներից է իրենք ինձ դիմել խոսքը ամուսնալի վարկերի ծրագրին ասում են, որ ավարսային կազմակերպության ունեցած պարտքերը երբ չեն կարողանում փակել այս միջոցների ծրագրի միջոցով, որովհետև տարբեր խնդիրներ առաջանում են ավարսային կազմակերպության չգոյության հետ կապված ու մարդիկ ուզում են այդ ցուցակում չեն կարողանում դուրս գալ։ Շնորհակալություն հարցերի համար, սկսեմ առաջինից, տեսեք միանվագ ծննդյան նպաստը մի հիմնական նպատակ ունի կամ պետք է ունենա, այսպես ասեմ, եւ մենք վերադարձել ենք այդ մեկ հիմնական նպատակին, դա ծննդյան շուրջ, ծննդյան ժամանակ, նախածննդյան կամ ծննդից ինչ որ ժամանակ հետո ծախսերի փոխհատուցումն է կամ մեղմումն է, երեխայի ծննդով պայմանավորված եւ այդ ծախսերը որևէ կերպ չեն փոխվում երեխայի կարգաթվով, դա կլինի առաջին երեխան, երկրորդ, երբեմն նույնիսկ հակառակն է, երբ որ դու արդեն մի հատ սայլակ ունես առաջին երեխայի համար, երկրորդի համար չես գնում կամ մահճակալ եւ այդպես շարունակ։ Բայց մենք շարունակում ենք խրախուսել երրորդ եւ հաջորդ, հատկապես երրորդ եւ հաջորդ երեխայի ծնունդը մեր մշտական նպաստով, որը ես ինչպես նշեցի, 6 տարվա ընթացքում դառնում է 4 միլիոն դրամից էլ ավելի։ Ու միջազգային փորձն է դա ցույց տալիս, որ միանվագ տրվող գումարները դրանք հիմնականում արագ ծախսվում են, շատ արագ։ Եվ հետո երեխային աջակցելու համար այդ ընտանիքները, հատկապես բազմազավակ ընտանիքները, պարզապես գումար չեն ունենում։ Դրա համար էլ մեր երրորդ եւ հաջորդ երեխայի ծննդյան նպաստը ամսական 50,000 դրամի չափով դարձել է մշտական, այսինքն աջակցության ծրագիրը, որը ավարտվում էր 31 դեկտեմբերի 2025 թվականին։ Հիմա մշտական նպաստ է, որով մեր բոլոր քաղաքացիները, որոնք երրորդ եւ հաջորդ երեխա կունենան, մինչեւ 6 տարեկանը կստանան 50,000 դրամ եւ մենք շարունակելու ենք կենտրոնանալ հենց այդ տիպի աջակցությունների վրա, ապագայում այն ավելի լավը դարձնելու։ Հիմա չեմ ուզում առաջընկնող հայտարարություն, բայց ուզում ասել, որ դա է ճիշտ մեթոդը։ Ավելին, երբ որ մենք շփվում ենք մեր օրինակ նույն խնդիրներ ունեցող մոտավորապես ժողովրդագրական խնդիրներ ունեն հիմա աշխարհի բոլոր երկրները, բացի երևի շատ աֆրիկյան որոշ երկրներից, որտեղ ծննդությունը շատ բարձր է, իրենք ծրագրեր են իրականացնում, որպեսզի խթանեն ծննդությունը։ Ու երբ որ օրինակ ես իմ գործընկերներին օրինակ Արևելյան Եվրոպայում հարցնում եմ, դուք ինչ եք տալիս ձեր ինչպես եք խթանում, իրենք ասում են, գիտեք, մենք տալիս ենք օրինակ մի ծնված երեխային 10,000 եվրո, ասում եմ, լուրջ, ասում եմ, 10 տարվա ընթացքում 10,000 եվրո ենք տալիս։ Այսինքն նույն բանն են անում, ինչ որ մենք ենք անում։ Կամ որոշները 5 տարվա ընթացքում, որոշները 15 տարվա, ուզում ասեմ, մեխանիզմը դա պետք է լինի, այսինքն մենք քիչ փող չենք պատրաստվում ծախսել դրա վրա, բայց պատրաստվում ենք գումարը ծախսել այնպես, որ դա իրոք ծախսվի երեխայի խնամքի, մեծացման եւ ընտանիքի աջակցման վրա, ոչ թե պարզապես այդ պահին, եւ ես չեմ ուզում վատ օրինակներ բերել հիմա, երբ որ այդ գումարները հաճախ դառնում են պարզապես գումար աշխատելու միջոց, ու մենք ցավոք սրտի շատ բազմազավակ ընտանիքներ ունենք 5+6+ երեխայով, որոնց մեծ մասը գտնվում է մեր անապահովության համակարգում, մեծ մասը։ Ծնելիության աճը շատ գլոբալ խնդիր է, ընդհանրապես ժողովրդագրությունը եւ միայն այսպիսի գործիքներով հնարավոր չի լուծել եւ շատ ակադեմիական մեծ բանավեճ կա ընդհանրապես հնարավոր է լուծել թե չէ, հիմա չեմ ուզում այդ բանավեճի մեջ մտնեմ, որովհետեւ բոլոր երկրները անում են նման ծրագրեր, մենք էլ ունենք օրինակ երեխա ունեցող ընտանիքների աջակցության ծրագիրը, երբ որ երեխա ծնվելու դեպքում հիպոթեկից ինչ որ գումար ենք տալիս կամ մարզային բնակավայրերում հիպոթեկի կանխավճարն ենք փոխհատուցում, այդ մասով էլ նոր ծրագրեր կունենանք, այսինքն շատ լայն է, նույն 16 միլիոնների ծրագիրն է ժողովրդագրական նշանակություն ունի եւ հաճախ օգտվում են այնպիսի ընտանիքներ, որոնք որ ապրում են մեծ ընտանիքով մեկ տանը, նոր երեխա չեն ունենում, որտեղ տանը տեղ չունեն եւ այդ 16 միլիոնով իրանք հնարավորություն ունեն առանձնանալու
նորակառույց բնակարանում առանձնատան ըստ էության եւ այդտեղ ավելի շատ երեխաներ ունենալու եւ ավելի լավ ապրելու, այսինքն բազմաթիվ են եւ երբ որ մենք ժողովրդագրությանը նայում ենք, ինքը օրինակ նույն ակտիվ ծերացման ծրագրերն են ժողովրդագրություն, երբ որ մենք ասում ենք, որ պետքա աջակցենք մեր ավագ սերնդի ներկայացուցիչներին, որ իրենք բնան աշխատաշուկայում նոր բիզնես ստեղծեն, այդ ամեն ինչի ժողովրդագրության մասն է, որտեղ ցավոք սրտի շատ երկրներ ունեն ծերացող հասարակություններ եւ դրան պետք է առերեսվել եւ դրա հետ պետք է հարաբերվել ինչ որ կերպ։ Երկրորդ մասը, վարկ-ՍԵՄ-ը, մենք լուծել ենք այդ հարցը ըստ էության, այսինքն առաջի փուլում այդ փակված կամ սննկացած վարկային կազմակերպությունները չեն եղել փոխհատուցվող բանում ցանկում, բայց հետագայում ավելացրել ենք, եթե ամեն պայման բավարարում է, այսինքն այնտեղ մինչև 1 միլիոն դրամը, 3 տարվա վաղեմությունը, անհուսալիության, աշխատանք ունենալը, շահառուի, այդ ամեն ինչը բավարարում է իր վարկը վարկ-ՍԵՄ-ից է, ապա նա պետք է կարողանա օգտվել, եւ եթե կա խնդիրներ, խնդրում եմ մեզ դիմեք, մենք ինդիվիդուալ ամեն օր զբաղվում ենք այդ քաղաքացիների խնդիրով, բայց եթե նա չի բավարարում այդ իմ ասած պահանջներին 1 միլիոն դրամին, 3 տարվա վաղեմության եւ գրանցված աշխատողը, ապա կապ չունի որտեղից է նա իր վարկը ժամանակին ձևակերպել չի կարողանալու օգտվել այդ ծրագրից։ Միայն կապող կապված երբ որ թոշակը պահանջումները նպաստում են ծրագրի կապիտալային մի քանի մարզերում, կարծես երկու մարզում, այդ պիլոտային ծրագիրը ուր հասան ու արդյոք ամբողջական դառնա ոչ Հայաստանի մասնավոր Ասորիսից ուշանալը լավ բան չէ, էլի հարգելի լրագրող, ոնց որ դասից։ Այ որ օրինակ ես մեր ուղի եթերը հետակ եւ սկզբից նայեք ձեր հարցերի պատասխանը կստանաք, բայց հատուկ ձեր համար ասեմ, որ պիլոտը Կոտայքի եւ Սյունիքի մարզերում է եւ մենք հիմա դիտարկում ենք, այո, ձեր բարձրացած խնդիրը կա եւ այդ մեր լուծելիք խնդիրներից մեկն է, որպեսզի այնպես չստացվի, որ իրոք կարիքավոր ընտանիքները դուրս մնան համակարգից եւ մենք վերանայելու ենք տարբեր պարամետրեր եւ ոչ միայն դա, այնտեղ բազմաթիվ պարամետրեր կան, ինքը լավ համակարգ է, շատ ավելի լավ է, բայց այնուամենայնիվ նոր եւ տարածվել է ամբողջ Հայաստանի վրա հուլիսի 1-ից։ Հուլիսի 1-ից։ Անուսալիների մասով։ Հա, խնդրեմ։ Բայց փոխեն ձևակերպումը փոխել։ Եթե պահանջներին համապատասխանում է բացի այդ 1 միլիոնի շենքից, այսինքն մի քիչ ավել է, քաղաքացին հնարավորություն ունի այդ փոքրիկ գումարը եւ մասնակցել ծրագրին։ Եվ ծրագրի մինչև 2 կտրելի եւ հաջորդ հարցը վերապատրաստման ծրագրերի մասով։ Արդյունավետ է համարում նախնական վերապատրաստման ծրագրերը եւ 1 տարվա դեպքում կոնկրետ քանի հաստատի քաղաքացի է այսօր աշխատանքի անցել եւ որ ծրագիրը փոխի կամ Առաջի հարցին պատասխանեմ կարճ այո կարող է իր ավել կտորը վճարել, հետո անցնել ծրագրի շահառու դառնալ եւ այդտեղ կա շատ մեծ տրամաբանություն, որովհետեւ մենք վարկի մնացորդի մարմանը իդեպ այնտեղ 80% զեղչվում են բոլոր տուժտուգանքները եւ կազմակերպության կողմից եւ հարկադիրակտորի կատարող ծառայության կողմից, այսինքն այդտեղ շատ բան պարզապես զրոյացվում է։ Իմաստը այն է, որպեսզի նա կարողանա իր եկամտային հարկի չափը բավարարի վարկը մարելու։ Եվ նաև խոսքը այն հազարավոր քաղաքացիներին է վերաբերում, որոնք որ ինչ որ փոքր ծախս հոգալու համար վարկ են վերցրել, ոչ թե օրինակ մեծ բիզնես վարկեր կամ մեծ սպառողական վարկեր, որ այդ հարցը լուծի ու նաև խթանում ենք ըստ էության ստվերից օրինական դաշտ գալը եւ մենք ունենք թվերը ձեր տված բաների մեջ կա, կարող եմ ստեղից էլ ասել, եթե կուզեք, ստեղ բանը, բանը ու անուսալի վարկերը։ Լավ, այնուամենայնիվ, հա, առաջ էջում էր։ Լավ, իմը մի քիչ ուրիշ է, լավ, ինչևէ, ձեր երկրորդ հարցը, տեսեք, խոսքը զբաղվածության ծրագրերին է վերաբերում, որոնց մի մասում կան վերապատրաստման կոմպոնենտներ, ես անկեղծ պետք է լինեմ, ես իրենց չեմ համարում արդյունավետ, եւ մենք հիմա ամբողջությամբ վերանայում ենք մեր զբաղվածության կոնցեպտը ընդհանրապես, թե ինչպիսի ծրագրեր պետք է իրականացնենք, եւ ես կարող եմ մի երկու փորձ բերել եւ մենք ունենք զբաղվածության ռազմավարություն ընդունված, որը հիմա պետք է միջոցառումների ծրագիրներ հաստատենք։ Նախ մեր ընդհանրապես զբաղվածությունը միայն մեր գործը չի,
Այն որ ամեն օր մենք հայտարարում ենք ռեկորդային թվերի մասին աշխատատեղերի, որտեղ որ հարկեր են վճարվում, արդեն 810 թե 815 չէ, վերջի թիվը 1000 եւ փաստացի 250,000-ից ավել ստեղծված նոր աշխատող։ Դա մեր ընդհանուր տնտեսության խնդիրն է, այսինքն եւ դա տեղի է ունենում բարեբախտաբար եւ մենք ամեն ամիս ավելի շատ աշխատատեղեր ունենում։ Մեր խնդիրը պետք է լինի այն մեր քաղաքացիների վրա կենտրոնանալ, որոնք խնդիր են ունենում աշխատաշուկա մտնել եւ ես մի քանի օրինակ հիմա կարող եմ բերել։ Դա հիմնականում նորավարտ մեր քաղաքացիներն են եւ աշխարհում այդպիսի բան կա, չաշխատող չսովորող երիտասարդների խումբ կա, որոնք որ արդեն սովորել են, բայց դեռ չեն աշխատում ու երիտասարդ են։ Օրինակ մենք հիմա մի ծրագիր ենք գրում իրենց համար, որպեսզի իրենց վերցնենք աշխատաշուկա, որտեղ երբ որ դու չես վերցնում արագ իր ավարտելուց հետո մի քանի տարվա ընթացքում ինքը արդեն դառնում է ոչ մրցունակ, մոռանում է իր գիտելիքները եւ այդպես շարունակ սկսում է մտածել այլ բաների մասին։ Ծրագիր ենք մշակում դրա մասին։ Մյուս խումբը հաշմանդամություն ունեցող մեր քաղաքացիներն են, որոնք դժվարությամբ են աշխատանք գտնում, այդ թվում երրորդ խումբ ունեցող, երկրորդ կամ առաջի խումբ ունեցող, եւ մենք հիմա ուզում ենք մի պիլոտային ծրագիր անել, սկսելով երևի առաջի խմբից, որտեղ ամենախոցելին են, հետո եթե բարեհաջող լինի, անցնենք մյուս խմբերի վրա։ Մյուս խումբը կանայք են, որոնք աշխատաշուկայում ճիշտ է 50+ կանայք են, մեր մոտ, որտեղ բնակչության մեծ մասն են կանայք, բայց իրանք այնուամենայնիվ անհավասար պայմաններ ունեն աշխատավարձի պատճառով, հիմնական կանայք ավելի ցածր են աշխատավարձ ստանում, քան տղամարդիկ, դա էլ մի գլոբալ խնդրեմ է ընդհանուր մեր գենդերային քաղաքականության։ Մյուս խումբը տարեցներն են, մեր որի մասին էլի խոսեցի, այսինքն մենք պետք է խմբերի, հատուկ խմբերի քաղաքացիներ աշխատեն եւ ոչ թե պարզապես բոլոր քաղաքացիների զբաղվածությամբ զբաղվեն, խոսքը մեր նախարարության զբաղվածության ծրագրերին է վերաբերում եւ մենք այդտեղ հիմա էլի նորարարական գործիքներ ենք կիրառելու, նույն հետ վճարը, բայց այդ վճարը տալու են գործատուին արդեն։ Ասելու են, եթե դու այս տիպի քաղաքացի վերցնես աշխատանքի, որը չի ունեցել աշխատանք, վերջի օրինակ մի տարում, հա, ես քեզ կտամ այդ աշխատողի վճարած եկամտային հարկի չափով հետ վճար, այսքան սահմանաչափով իհարկե, որտեղ այդտեղ կարող է լինել նաև անգլերեն ասած fraud, վատնումներ, երբ որ արհեստականորեն կարող են գրել աշխատավարձը, օրինակ, չգիտեմ, 1 միլիոն դրամ եւ ստանալ փողը, հետո կիսվել երկուսով, այդ վտանգը միշտ կա։ Ես իհարկե բոլորի ամեղության կանխավարկածը հաշվի, բայց դրա համար են դրվում սահմանաչափերը, որ ողջամտության սահմաններում լինի։ Եվ այդպիսի ծրագրեր, նույնն էլ ինքնազբաղվածությունը, այդ մասով էլ ենք անելու Ղարաբաղից տեղանված մեր հայրենակիցի ինքնազբաղվածությունը, որ արեցինք, երբ որ կա վերապատրաստում որևէ մասնագիտությամբ կամ հմտությամբ, հա, պարտադիր չի մասնագիտություն ունի, ուղեկցում, որ ինչպես բիզնես հեմնել, փոքր բիզնես, հա, եւ կապիտալ փոքր ներդրում։ Դա փորձելու ենք նաեւ կիրառել այլ տեսակի խմբերի վրա եւ ընդհանուր առմամբ ես համարում եմ, որ մենք նախարարության ֆոկուսը հենց դրա համար ասեցի նաեւ այն սկզբում աշխատանքի պահը։ Ընդհանրապես շատ երկրներում այս նախարարությունները կոչվում են ոչ թե աշխատանքի եւ սոցիալական հարցերի, այլ հենց զբաղվածության եւ սոցիալական հարցերի կամ նույնիսկ կան առանձին զբաղվածության նախարարություններ։ Ես իմ ուշադրությունը եւ մեր ուշադրությունը շատ ենք ավելի սևեռելու հենց զբաղվածության վրա եւ իմ ասած արդյունավետությունը բարձրացնելու եւ նաեւ այդ աշխատանքի միջոցով սոցիալական հարցերը լուծելու նպատակին հասնելու համար։ Գեղացներից որ Չեմ ասի, որ կփակենք, որտեղ մենք ունենք բյուջե, որի շրջանակներում կփորձենք նոր ծրագրերը իրականացնել, որովհետև նաև ունեցել ենք թերածախս օրինակ անցյալ տարի, բայց այդ ծրագրերը հնարավոր է տրանսֆորմացնենք արդեն տարվա ընթացքում մյուս տարվա բյուջեն պլանավորելիս։ Երեք 378 334,000-ը անկանխիկ շարժառիթ ստանում է, բայց հետո չի։ Հա, նկատի ունեք տարբերություն, այո։ Մեծ թիվ այն կարծիքով ուսումնասիրություն կա, ինչ նախընտրում է մարդկանց։ Այդ մարդիկ փաստացի գնում են բանկոմատից հանում են իրենց գումարները, որտեվ իրենք մեծ մասը ստանում այնուամենայնիվ անկանխիկ, որովհետև կանխիկ ստանում են ընդամենը 48,000 քաղաքացիներ, այսինքն հիմա եկեք էլի այդ հաշվարկը անենք։ Չէ, եկեք, ես հիմա կպատասխանեմ ձեր հարցին։ Հանած 48,000, այսինքն
անկախիկ